Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Համեցեք։ Պարոն Մեսրոպյան, երբ որ հեծի հարցն էր քննարկվում, Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների զրույցում հայտարարեց, որ նախկինում հանձնաժողովը հանցավոր ամբողջություն է դրսևորել, եւ դրա ցուցիչն այն էր, որ նախկին տնօրենը Բաղրամյանը պաշտոնը թողեց։ Բայց այդ ժամանակ հանձնաժողովում նաեւ դուք եք, եւ ենթադրվում է, որ դուք եք այդ հանցավոր ամբողջությանը մասնակցել, հետեւաբար դուք էլ պիտի գնայիք։ Ինչի համար են իշխանությունները ձեզ պահում այս պաշտոնում։ Հաջորդ հարցը վերաբերում է հայցերին։ Հեծը զրպարտության վերաբերյալ տարբեր հայցեր են ներկայացրել կառավարական տարբեր մարմինների դեմ, բայց Ռոմանոս Պետրոսյանը այդ հայցերը հետ է կանչում։ Ստացվում է, որ նայվում է հանձնաժողովի դեմ հայցը։ Ստացվում է, որ մի կողմից ընկերության նկատմամբ վարչական վարույթ է քարոզվում, իսկ մյուս կողմից ձեր նշանակած կառավարիչը, որը առողջ լոգիկան հուշում է, որ պիտի պաշտպաներ ընկերության շահերը, բայց ինքն է խոչընդոտում այդ ընկերության դատական պաշտպանության իրավունքը։ Դուք այս ֆարսը ո՞նց եք մեկնաբանում, ո՞նց եք բացատրում։ Եվ հաջորդը մի ճշտում եմ ուզում ուղղակի անել, հեծի կառավարիչը եւ իր կողմից նշանակված անձինք, որոնք ողոքում էին բարձր աշխատավարձերից, այս ընթացքում հրաժարվել են իրենց այդ բարձր աշխատավարձերից, թե ստացել են այդ բարձր աշխատավարձերը։ Ու 2025 ամփոփելիս իրենք պարգևավճարներ ինչքան են ստացել, տեղեկություններ ունեն, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ուրեմն առաջի հարցը Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ բառացի ես չեմ հիշում, որ նման բան է ասել, բայց եթե դուք ասում եք, ուրեմն հիշում եք, աղբյուրը կա։ Ես հանձնաժողովի անդամ եմ աշխատել մինչև հանձնաժողովի նախագահ դառնալը 1 տարուց մի քիչ ավել, եթե չեմ սխալվում 20 թվականից մինչև 21 թվականի հատվածը, հետո տեղափոխվել եմ, նշանակվել եմ այլ աշխատանքի գնացել եմ։ Հանձնաժողովը ստեղծվել է եւ գործում է մոտ 27 տարի եւ հանձնաժողովի նախագահ եմ աշխատում արդեն 1 տարուց մի փոքր ավել եւ այս հարցը ինձ էլի են տվել լրագրողները, ես հետեւյալն եմ պատասխան այդ հարցին, որ իմ աշխատած ամեն օրվա եւ ամեն ժամի համար պատասխանատու եմ եւ արդեն իմ խոսքում էլ ասեցի, որ անցած տարի իմ նշած պարզաբանած պատճառով մենք չենք հաստատել հեծ փակ բաժնետիրական ընկերության առաջարկած ներդրումային ծրագրի փոփոխությունները եւ բացի այդ նաեւ տարվա ընթացքում 2 անգամ տուգանել ենք հեծ փակ բաժնետիրական ընկերությանը հայտնաբերված խախտումների համար։ Հիմա թե 25 տարում ով ինչ հանցավոր անգործություն է արել կամ ինչն է ճիշտ արել, ինչն է սխալ արել, բնականաբար դրա պատասխանատուն ես լինել չեմ կարող։ Երկրորդ հարցը հայցերի հետ կապված մի քիչ ճիշտ կլինի հարցը ուղղել Ռոմանոս Պետրոսյանին, որովհետև ես չեմ հասկանում ինչի մասին է խոսքը, էլի, այսինքն ինչ հայցեր է Ռոմանոս Պետրոսյանի հետ։